Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Սևան քաղաք կատարած այցելության ժամանակ Սրբոց Հիշատակաց եկեղեցվո մեջ ներկա գտնվեցավ Սուրբ Պատարագին։ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան թիմադեդրի էջին հայտնեց, որ 2025-ին 2024-ի համեմատ Հայաստանի մեջ ընդհանուր ներդրումները աճած են 88%, իսկ ուղղակի ներդրումները 3.6 անգամ։ Իրական հատվածին կատարված զուտ ներդրումներու հոսքերու ծավալով առաջադար երկիրներն են Ամերիկա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Զվիցերիա, Ֆրանսա։ Ամերիկայի Սպիտակ տան ղեկավարը հայտարարած է, որ Ամերիկայի եւ Իրանի պաշտոնյաները Պակիստանի մեջ բանակցություններու ժամանակ չեն գրծած համաձայնության կալ Թեհրանի գորիզային ծրագիրի շուրջ։ Ամերիկան հստակ երաշխիքներ կպահանջի, թե Իրան այլևս երբեք գորիզային զենք պիտի չստեղծե։ Իրանի արտաքին գործ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային մեկնաբանելով քննարկումներու արդյունքները ըսավ, որ կողմերը համաձայնության հասած են շարք հարցերու շուրջ, բայց համաձայն չեն 2 կամ 3 կարևոր հարցերու շուրջ։ Թեհրան, Վաշինգտոնի բանջները Հորմուզի նեղուցի եւ շարք այլ հարցերու վերաբերյալ գահամարե չափազանցված եւ անընդունելի։ Ամերիկան չի կարողացավ Պակիստանի մեջ կայացած բանակցություններու ընթացքին համաձայնության կալ Իրանի հետ պատերազմը դադրեցնելու վերաբերյալ։ Այս մասին հիշերը հայտարարած է Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance, կգարձեմ, որ սա շատ ավելի վատ լուր է Իրանին, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներուն համար, ըսած է Vance։ Անավել ցուցած է, որ Ամերիկան ներկայացուցած է վերջնական առաջարկը, սակայն իրանցի բանակցողները հրաժարած են ընդունել Վաշինգտոնի պայմանները։ Միացյալ Նահանգներու եւ Իրանի պատվիրակությունները հերացած են Իսլամաբադեն։ Իրանցի պաշտոնյաները հայտարարած են, որ բանակցությունները տևած են գրեթե 25 ժամ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանի հետ հրաթաթարը լավ կբաբանվի, շուտով Հորմուզի նեղուցի շրջափակումը ուժի մեջ կմտնի եւ Իրան չի գրնար կարյուղ վաճառել։ Այս մասին անխոսած է լրագրողներուն հետ զրույցին, որուն տեսանյութը տարածեց Reuters գործակալությունը։ Անոր խոսքով բազմաթիվ նավեր թեպի Իրան գշարժին, որպեսի կարյուղ վերցնեն, սակայն անոնք չեն գրնար անցնել Հորմուզի նեղուցով։ Երևանի ժամանակով ժամը 18-ին շրջափակումը ուժի մեջ պիտի մտնի, այլ երկիրներ կաշխատին, որպեսի Իրան չգարենա կարյուղ վաճառել, ըսած է Թրամփ։ Աննշած է, որ բանակցությունները ցույց տվին, որ Իրան թեր ցանկություն ունի գորիզային ունենալու, սակայն այդ երբեք տեղի պիտի չունենա։ Ավելի կանուխ Թրամփ Fox News-ին հետ հարցազրույցին մեջ հայտարարած է, որ ՆԱՏՕ-ն առաջարկած է օգնել Հորմուզի նեղուցեն ագանները հեռացնելու եւ այն բանալու հարցով։ Նաեւ վստահություն հայտնած է, որ Իրան պիտի վերադառնա բանակցություններու սեղանի շուրջ։ Թրամփ նշած էր, որ շատ հիաստապված է ՆԱՏՕ-ին, սակայն այժմ անոնք կփապակին գալ եւ օգնել նեղուցի հարցով։ Fox News-ին հետ զրույցին մեջ Թրամփ նաև նշած է, որ ամերիկացի բանակցողները փոխնախագահ J.D. Vance, նախագահի բանակնացները Steve Witkoff եւ Jared Kushner իրանյան կողմին հետ համաձայնեցուցած են Ամերիկային անհրաժեշտ գրեթե բոլոր կետերը, սակայն Տեհրան չի փապակիր հրաժարիլ իր գորիզային նկրդումները։ Միևնույն ժամանակ Թրամփի բնդումով Իրան չէ լքած բանակցություններու սեղանը։ Ամերիկայի կենտրոնական հրամանատարությունը հայտարարած է, որ Ամերիկայի զինված ուժերը ապրիլ 13-ին պիտի սկսին Իրանի նավահանգիստներու շրջափակումը, սակայն չեն խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերուն, որոնք չեն մտած եւ դուրս չեն եկած իրանյան նավահանգիստներն։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հեռախոսազրույցի ընթացքին հայտարարած է, որ Ամերիկայի հետ հնարավոր համաձայնագիրը անհասանելի չէ, այսինքն տեսականորեն հնարավոր է հասնել ադոր, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը կորձե միջազգային իրավունքի շրջանակներում մեջ։ Ինչպես կհայտնի BBC-ին, զրույցը տեղի ունեցած է Իսլամաբադի մեջ Ամերիկա-Իրան բանակցություններն հետո։ Ամերիկայի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիր Իսլամաբադի մեջ չստորագրվեցավ ամերիկյան կողմին պատճառով Իրան բարեխիղճորեն կմասնակցի բանակցություններուն, այս մասին X-ի մեջ գրած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչի։ Վերջին 47 տարվան ընթացքին Ամերիկայի հետ ամենեն բարձր մակարդակի բանակցություններուն Իրան կմասնակցեր բարեխիղճորեն պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ մնացած էր Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու, մենք փախում ունեցանք ամերիկյան կողմի մաքսիմալիզմին, պայմաններու մշտական փոփոխության եւ արգելափակման գրած է Արաքչի։ Անավել ցուցած է, որ փարիգամք կզնի թշնամությունը թշնամանք։ Իրան եւ Ամերիկայի երկու շաբթվան հրադադար հայտարարեցին ապրիլ 8-ի գիշերը, սակայն Իսլամաբադի մեջ 21 ժամ տևած բանակցությունները ապրիլ 12-ին ավարտեցան առանց որևէ համաձայնության։ Բանակցություններու ցախողում են հետո կարյուղի համաշխարհային քիները գդրուկ աճած են անցնելով $100 սահմանը։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ խիստ քննադատություններ հնչեցուցած է Հռոմի Լևոն 14-րդ փապի հասցեին իր քաղաքականությունը չսադարելու համար, զայն անվանելով թույլ հանցագործություններու հարցի մեջ։ Այս մասին անկրարում կատարած է Truth Social-ի մեջ։ Ես չեմ ուզեր այնպիսի Հռոմի փապ, որը կգարձե, թե Իրանի համար բնական է գորիզային զենք ունենալը։ Ես չեմ ուզեր այնպիսի Հռոմի փապ, որը սարսափելի կհամարե այն, որ Ամերիկան հարձակեցավ Վենեսուելայի վրա, երկրիմը, որը մեծ քանակությամբ թմրանյութեր գուղարկեր Միացյալ Նահանգներ, եւ ես չեմ ուզեր այնպիսի Հռոմի փապ, որը կքննադատե Միացյալ Նահանգներու նախագահը Քրաձե Թրամփ։ Անավել ցուցած է, որ Հռոմի փապը պետք է շնորհակալ է, քանի որ եկեղեցին զայն նշանակեց միայն այն բանի համար, որ ան ամերիկացի է։ Թրամփի բնդումով, եթե ինքը չլարը սպիտակ տան մեջ, ապա Լևոն 14-րդ փապը չէր լար Վատիկանի մեջ։ Հունգարիո մեջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններու արդյունքներով Պետր Մագյալի ընտիմատիր գուսակցությունը ոչ միայն հաղթած է, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ապահովել խորհրդարանեն ներս։ Վարչապետ Վիկտոր Օրբան եւ անոր գուսակցությունը, որոնք 16 տարի ղեկավարած են երկիրը, արդեն ընդունած են իրենց բարդությունը։ Հունգարիո օրենսդրության համաձայն ցայներու վերջնական հաշվարկը պետք է ավարտի մինչև ապրիլ 18։ Վիկտոր Օրբան, չսպասելով ցայներու վերջնական հաշվարկին, հայտարարած է, որ արդեն շնորհավորած է Մադյարը հաղթանակին արիտով, անըսած է, որ ընտրություններու արդյունքները բարձ են, բայց ցավոտ։ Եվրոպական առաջնորդները ողջունած են Պետր Մագյարի հաղթանակը։ Ճապոնի մայրաքաղաք Տոկիոյի մեջ ընթացող Japan IT Week 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեջ Հայաստան միասնական դաղավար այցելած են եւ ողջունի խոսքով հանդես եկած են Ճապոնի մեջ Հայաստանի Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան Մոնիկա Սիմոնյանը եւ Ճապոնի միջազգային համագործակցության կորձակալության տնօրեն Մասայո Շինոն։ Հյուրերը բարձր քննադատած են հայկական ճապոնական արհեստագիտական համագործակցության ներգամագարտակը եւ ընդգծած նման հարթակներու կարեւորությունը երկկողմ գաբերու ընդլայնման մեջ Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարարությունեն կդեղեկացնեն, որ ցուցահանդեսի ընթացքին ճապոնցի գործընկերներու կողմեն ներկայացված են շնորհանդեսներ Հայաստանի էկոհամագարկի ներդրումային գրավչության եւ արհեստագիտական ոլորտի մասին, որոնք մեծ հետաքրքրություն առաջացուցած են ցուցահանդեսի այցելուներու շրջանի մեջ։ Հայկական դաղավար այցելած են ինչպես ճապոնցի, այնպես այլ երկիրներու ոլորտային ներկայացուցիչներ, որոնք ծանոթացած են պետական եւ մասնավոր նախաձեռնություններուն եւ նախագիծերուն։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը